Տղամարդիկ, որոնց կյանքի ճանապարհը միաժամանակ ձևավորվում է երկու շատ տարբեր աշխարհներում՝ ընտանիքի ժառանգության եւ սեփական ընտրության միջև։ Մեր այսօրվա հյուրի դեպքում մի կողմում սպորտի ու հաղթանակների միջավայրն է հանրահայտ մարզիչ հոր անունն ու պատասխանատվությունը, մյուս կողմում իրավաբանությունն ու հանրային պայքարի ճանապարհը, որն այսօր արդեն նրան բերել է նաեւ քաղաքական դաշտ։ Բայց ինչպես է ձևավորվում քաղաքական դիմագիծը, երբ ամբողջ կյանքում փորձում ես լինել ոչ թե պարզապես հայտնի ազգանվան կրող, այլ սեփական ճանապարհ ունեցող մարդ։ Այսօր միասին բացահայտելու ենք Ռուբեն Մխիթարյանի քաղաքական դիմագիծը։ Պարոն Մխիթարյան, բարի գալուստ քաղաքական դիմագիծ հաղորդաշար։ Ծնվել եք 1993 թվականին հայրաքաղաք Գյումրիում։ Այո։ Մի ընտանիքում, որտեղ սպորտը ոչ թե եւ ոչ միայն մասնագիտություն էր, այլև ապրելակերպ։ Եվ մեր հեռուստադիտողների համար նշենք, որ ձեր հայրը Հայաստանի տղամարդկանց սարամարտի հավաքականի երջանկահիշատակ գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանն է։ Այո։ Եվ այս ամենը հաշվի առնելով մանկության տարիներին հետաքրքիր է ձեր հոր մասնագիտությունը, հեղինակությունը, ինչպիսի ազդեցություն է ունեցել ձեր ձևավորման վրա։ Շատ ճիշտ նշեցիք, դա իրականում այդ թվականներին, մինչև մահանալ 2010 թվականը, դրանից հետո մի փոքր ավելել սպորտը, դիսցիպլինան մեր երկրում շատ ավելի, այսպես ասած, ուրույն եւ կարեւորագույն տեղ էր զբաղեցնում։ Հայրս 90-ականների սկզբից եղել է մարզիչ, երիտասարդների, այնուհետև նաև վերջում շրջանում արդեն ծանրամարտի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչներ, հետաքրքիր, իրականում հետաքրքիր ու յուրահատուկ անձնավորություններ, ու սա չեմ ասում որպես իր որդի, այլ այն, որ 16 տարի է արդեն անցել, բայց մինչև օրս փողոցում ինձ տեսնելուց այդ մասը շատ մարդիկ դերևս շատ հստակ հիշում են, թե ինչ ճիգարով, ինչ հավեսով ու ինչ տեսակ դիսցիպլինա ունեցող մարդ էր։ Միանշանակ իր դաստիարակությունը իմ մարդ տեսակի մեջ, եթե չասեմ 100%, առնվազն, 70-80% իր, այսպես ասած, դաստիարակությունն է, իր խստությունն էր, ու պետք է միանշանակ նաև շեշտեմ, որ ծանրամարտը մեր մարզիչների մասով նաև այդ երիտասարդները, այնուհետև պատանիներ ու մեծահասակները մեր ամենապիկ ժամանակահատվածը եղել է իր ժամանակահատվածը, երբ որ ինքը մարզիչ էր, ու նաև կոչում ունի, որպես այդպեսին, նաև ասենք մագանուն, ծանրամարտի նորին գերազանցություն մարզիչ էին ասում, ու հենց այդ դրա հետ էր կապված նաև համաշխարհային սպորտի զարգացման համար ստացած մեդալները, Մովսես Խորենացու մեդալ ունի, բազմաթիվ հարյուրավոր պարգևանշաններ ունի եւ այլն, ու հենց այդ իր տեսակը, այդ ամեն ինչի հետ մեկտեղ համեստությունը մեր ընտանիքում, այսպես ասած, դարձել է սովորիտ, կարող ենք ասել, մեր բնավորության գծի մեջ, ու հետաքրքիր մեծ խոսք ուներ, որ ասում էր ցորենի հասկը ինչքան լիքն է լինում, այդքան գլուխը կախ է լինում։ Ես էլ մեր ընտանիքի մյուս անդամներն փորձում ենք հենց այդ դեվիզով առաջ գնալ։ Այստեղ մեկ այլ հարց է առաջանում։ Այդ դեպքում այդպիսի հայր ունենալը մոտիվացնող էր, թե նաև ճնշում էր ստեղծում մի տեսակ պարտավորվածություն, պատասխանատվություն։ Չէ, միանշանակ այդ մոտիվացնող է։ Տեսեք, որպես կանոն, նամանավանդ մարզերում այդ ընդունված պրակտիկա էր ասել կամ ազգը կամ ում տեղեն է։ Դրա համար այդ ոչ թե ճնշում էր, այլ դրական պարտավորեցնող երևույթ, որ հանգարց, այսքան մինչև այսօր իր անունը հենց այդպես թնդում է, իրականում 16 տարին քիչ ժամանակահատված չի, կարող են իհարկե մարդուն հիշել, միանշանակ դա նորմալ է, բայց հենց այդ ոգևորվածությամբ, այդ ապրումներով, այդ մարդ տեսակը հիշելը այդ յուրահատուկ զգացում է, երբ որ այս ամբողջ ընթացքում էլ ով եթե չէին ճանաչում ինձ, ով իմանում էր ում որդիներ, միանշանակ կերտարական վերաբերմունք է ստանում, դրա համար հիմա մատ ուրիշ խոսքի կա չէ, որ ասում են առնվազն տղեն հորից մի ոտ պետք է առաջ գնա, ես էլ հենց փորձում դրանով անեմ, իհարկե պլանկեն այնքան բարձր է դրած, որ դժվար կլինի, բայց ամեն ինչ անում եմ։ Այ դուք այսպես ուղիղ եկաք հասակ իմ հաջորդ հարցին, որ երբ մարդը մեծանում է հայտնի անհատի կողքին, շատ դեպքում սեփական ինքնությունը գտնելու խնդիր է առաջանում։ Դուք ձեր այս ճանապարհին այդ բախման մեջ հայտնվել եք։ Չէ, իրականում չէ, իմ ու իր անցած ճանապարհները
այսպես ասածա, կարող նշել, որ տարբեր լիովին տարբեր ուղղություններ են։ Իհարկե ես էլ եմ ծանրամարտով զբաղվել ինչ որ ժամանակահատված, բայց այդ միանշանակ ինձ միայն ու միայն օգնել է, որովհետև այն մասը, այն հատվածներն, որտեղ իմ համար դուռը փակ եղել կամ կիսա փակ եղել, այդ գործոնը հաշվի առնելով այդ դուռը բացվել է ու միանշանակ այդ ավելի առաջ գնալու հնարավորություններ են օգտվել։ Այ որ տարիքում եք սկսել զբաղվել ծանրամարտով եւ ինչու թողեցիք ծանրամարտը։ Հասկացաք, որ ձերը չէր եւ պարզապես ձեր հորն եք տեսել ու փորձում եք նրա ճանապարհը շարունակել, թե համեն դեպքում սեր կար։ Չէ, իրականում մեր ընտանիքում այդ ընդունված էր ու նաեւ իր գրաֆիկն էլ այնպես էր, որ տղեն պետք է անպայման սպորտով զբաղվի ու այդ ժամանակահատվածում նամանավանդ Շիրակի մարզում, եթե սուտ չխոսամ 100 երեխայից 90 երեխան զբաղվում էր սպորտով, իմ մոտ այդ ես փոքր ժամանակ շատ էի սիրում մեծերի հետ ընկերություն անել։ Ինձ այդ մեծերի կյանքը ցավոք սրտի այն ժամանակ դուր էր գալիս, անդադար ուզում էի մեծանալ ու մեծերի հետ շփվել ու հենց այդ քանի որ գնում էին հավաքների բան, ես սկսեցի նորից հենց այդ մեծ էնտուզիազմով ու սիրով ծանրամարտով զբաղվել, եթե չեմ սխալվում 12-13 տարեկանից զբաղվել եմ ծանրամարտով, մարզի 2 անգամ եմ չեմպիոն եմ եղել Հայաստանի Հանրապետության մրցումների մրցանակակիր, բայց թարգել եմ ծանրամարտով զբաղվելը մահանալու հենց հաջորդ օրվանից ու ես հենց այդ տարին 2010 թվականին նաև երիտասարդների Եվրոպայի առաջնություն պետք է գնայի, դրանից մի քանի օր հետո էր, բայց այդ չարաբաստիկ օրն եղավ ու հաջորդ օրվանից երբևիցե ծանրամարտի տալիս չեմ մտել։ Ինչու։ Չէր ստացվում առանց իրեն առնվազն այդ ճանապարհով գնալ առաջ։ Բայց չեք կարծում գուցե ձեր հայրը իր շարունակությունը ձեր մեջ էր տեսնում։ Չկար այդ մտքերը, այդ մտորումները, որ ոչ թե պետք էր կոտրվել, այլ ընդհակառակը պետք է առաջ գնալ։ Ճիշտն ասած, այդ ընթացքում նախ շոկ ենքան շատեր, որ այդ մասին չմտածեցինք, հետո ֆիզիկապես ու հոգեպես հնարավորություն չեղավ, ասեմ ավելին, ես դրանից հետո մեր ընտանիքում երկար ժամանակ ցավոք սրտի ծանրամարտ չենք դիտում զուտ զգացողություն էր, տեսեք, որովհետև ինքը իրականում նաև յուրահատուկ կերպար էր մրցումներին, հա, վստահ եմ շատերն են տեսել մրցումները ինչպես էր անցկացնում այդ ջիգարով լենական քաջալերում մարզիկներին։ Դրանից հետո ոնց որ չստացվեց, իհարկե ինքը չէր ցանկանում, որ մենք ես եւ եղբայրս երկուսը իրավաբան ենք, մենք չէր ցանկանում, որ մենք ծանրամարտով առաջ գնանք, բայց եղբորս ստացվել էր արդեն համոզել, ինքն էր մարզվում, իրավաբանություն էր սովորում ֆրանսիական համալսարանում, հետո դրանից հետո այնպես ստացվեց, ես կամուկասի մեջ ենք, ես էլ էի իրավաբան ուզում դառնալ ու սպորտը, հետո այդ դեպքը որ եղավ, արդեն միանգամից առաջի կուրսում էի ես, միանգամից որ ել չզբաղվեցի։ Այ հետաքրքիր է, բավականին բարդ ժամանակաշրջանում եք դուք էլ ծնվել 88-ից հետո Գյումրին եւ երկրաշարժի նեվ պատերազմը եւ այլն, այ մանկության ինչպիսի շրջան եք ունեցել։ Հրաշալի։ Իրականում մանկության հրաշալի շրջան ենք ունեցել, որովհետեւ այն ժամանակ Ես հակառակ պատասխանն էի սպասում, բայց ես ձեզ ասեմ, հաց չունենալու նույնիսկ, հա, դուք մինչեւ հաց չունենալու, օրվա հացի խնդիր ունենալու բոլոր դժվարություններով հանդերձ այն ժամանակ ունեինք մաքրություն, այն ժամանակ ունեինք մեր կողք բոլորը շատ ու շատ բարեկամներ։ Հետո ցավոք սրտի մարդիկ լեկեցին Հայաստանի Հանրապետությունը, բարեկամները լեկեցին մեր թաղում, ես որ մեկ-մեկ հիշում եմ իմ հայրական տունը հիմա էլ քան որ տեղափոխվել եմ Գյումրի, այնտեղ ենք ապրում, մեր թաղում տուն չկար, որ երկու երեխա չլիներ, ամբողջ թաղամասը նմանավանդ տաք եղանակներին բոլորով դուրս էինք, իրոք այդ մտերմություն կար, մաքրություն կար, ջերմություն կար։ Հիմա այն օր երեկոյան մեքենան կանգնեցի, ոտքով մի քիչ քայլեցի մեր թաղով, հասկացա, որ եթե չեմ սխալվում թվերը 16 սեփական տներ են, 16 սեփական տներից 7-ում ընդհանրապես մարդ չկա։ Այսինքն դադարեցություն է, բայց այն ժամանակ այդ դադարեցությունը չկար։ Այն ժամանակ կար մարդկայնություն, բարեկամություն, առիթներին հավաքվել իրար տուն, չգիտեմ, լիներ թե լավ առիթ կամ վատ առիթ, այդ ժամանակ համախմբվածություն կար։ Հիմա ցավոք սրտի շատ ու շատ դեպքերում այդ ամենը չկա, միգուցե ծանրաբեռնվածությունն է, միգուցե բոլորիս ծանրաբեռնվածությունն է, չգիտեմ, ժամանակի սղությունն է կամ այլ բան, բայց այն ժամանակվա այդ ջերմ, հավեսով, ճիգարով վիճակը շատ ավելի լավն էր, քան հիմա։
Ես ձեր խոսքից ճիշտ հասկացա, ինչ որ մի փուլում Գյումրիում չեք ապրել, բայց հիմա նորից վերադարձել եք Գյումրի։ Այո, Ինչն է հետ տարել դեպի ես տեսեք դպրոցն ավարտեցի, երբ որ ընդունվեցի ֆրանսիական համալսարան, ավարտել եմ ֆրանսիական համալսարանը, ընդունվել եմ աշխատանքի ժամանակ Անելիք բանկներ, Անելիք բանկում աշխատել եմ, դարձավ ID բանկ, 0-ից իմ ամբողջ կարիերան այնտեղ է եղել։ Հետո այս քաղաքական հարցեր որ առաջացան, ես նշանակվեցի Շիրակի մարզի պատասխանատու, մեծ ուրախությամբ եւ ողջավորությամբ հետ վերադարձա Գյումրի։ Ճիշտ է, ես փորձում եի ամեն պատե ու անպատե առիթ օգտագործելու հետ վերադառնալ Գյումրի, ոչ թե չեմ սիրել Երևանը կամ նման բան, չէ, իմ շատ ու շատ տներ հենց Երևանում է բացվել իմ կարիերան, իմ մասնագիտական աճը, իմ շրջապատի գերակշիռ մասը Երևանում եղել, բայց որպես այդպեսին ես ինչ չգտա զուտ նաև ժամանակային առումով այստեղի խցանումները եւ այլն իմը չէր։ Հիմա Գյումրիում հանգիստ 5-10 րոպեում տեղափոխվում ենք, որ ուզում ենք։ Ռուբեն, հետաքրքիր է նաև այդ մանկության շրջանում երազանքը ծանրամարտի հետ էր կապված, թե ամեն դեպքում օրենքի նկատմամբ էր հետաքրքրությունը կամ գուցե այլ երազանք, շատերի նման օդաչու եք ցանկանում դառնալ։ Սկզբնական շրջանում, երբ որ հավաքների էինք մասնակցում, ծաղկաձոր կամ բաբան երևի ցույց չխոսամ, տարվա 12 ամսից 8 ամիսը տանը չէր, մենք էլ երբ կամ արձակուրդների ենք լինում կամ ժամանակահատված հարմար լինում, ես էլ էի հետ գնում, նույնձև այդ մեծ տղաների հետ մարզվում էինք, այդ ժամանակ ծանրամարտով բավականին լուրջ հետաքրքրվում է, որովհետև այդ ընթացքում մրցանակակիրներն էլ մեդալակիրներն էլ չեմպիոններին անբացատրելի, դրական առով անհասկանալի ժողովուրդը շատ դավ էր ընդունում, որպես բարիպուն իմաստով աստղեր էին իրանք դիտարկում, ու այդ ամեն ինչը ինձ դուր էր եկել։ Հետո կյանքի բերումով երբ որ շոկային եղավ նախ բաբայի մահը, այդ ժամանակ ոնց որ կարող ենք ասել, որ մեր ընտանիքում իրականում մայրամուտ վիճակ էր, իներտ կյանք էր դարձել հենց այդ դեպքից հետո, որովհետև 5 րոպեում ամբողջ կյանքը չժվում է, երբ որ խոսում ենք մի մարդու մասին, ով չէր ծխում, չէր խմում, սպորտ բազաներում, երբ որ նաև քաղաքում, երբ որ շատ հեռու տեղ չէր, մեքենան կանգնեցնում, ոտքով էր գնում, առողջ ապրելակերպ էր, այսինքն դա ամեն ինչ անսպասելի էր ու շուկային էր ու մեզ բավականին երկար ժամանակ մեզանից պահանջվեց, երբ որ, այսպես ասած, մի փոքր մեր մեջքը ուղեցինք։ Դրա համար դրանից հետո միապաղաղությունը գնաց ու ես արդեն նաև մասնագիտական այդ երազանք չունեի։ Ես երազանք երևի ունեցել եմ մինչև հայրիկիս մահանալ 2010 թվականի մայիսի 23-ը։ Դրանից հետո ծանրամարտի հետ էր կապված։ Ցանկացած տեսակի։ Դրանից հետո իմ կյանքում դարձավ, ես որոշեցի, որ հասկացա, որ ինձ երազանքներ պետք չեն, ինձ պետք են նպատակներ, որին պետք է հասնել ինչ կնով ուզում է լինի։ Դրա համար մասնագիտական եղավ, բանկում իրավաբան էի աշխատում, հետո մի քիչ բավականին մասնագիտական առումով լուրջ աճ ունեցա, որովհետև պրակտիկանտ էի ընդունվել, հետո մի ամբողջ բանկի դատական ուսանանգության վարույթների բաժնի ղեկավարն էի, այդ ընթացքում սովորել եմ ֆրանսիական համալսարանի մագիստրատուրան, կառավարման ակադեմիայում հանրային ֆինանսների կառավարում, դրանից հետո սովորել եմ փաստաբանների դպրոցում, հետո նաև հանդիսանում եմ փաստաբան, դրանից հետո հասկացա, որ իմ մոտ մի բան կա անգարել, մի ժամանակահատված կար, որ կարծես մոտս բաներ, մի բան անդադար ուզում էի սովորել։ Դրանից հետո ընդունվեցի Հայաստանի Հանրապետության արտադրության ակադեմիա, հիմա հանդիսանում եմ դատավորի թեկնածու, իհարկե հրաժարվեցի, չեմ գնալու հասկանալի պատճառներով, բայց ավարտեցի նաև այդ ակադեմիան ու ընդունվել էի նաև Բերկլի համալսարան, բայց ֆինանսական սղության պատճառով էլ չգնացի, այդպես մնաց իրենց կողմից ուղարկած նամակը շնորհավորանքով։ Բայց ընդհանուր առմամբ ձեր գործունեությունը խոշոր հաշվով կապված է իրավագիտության հետ, օրենքի հետ։ Ինչու ընտրեցիք հենց իրավագիտությունը, ինչը գրավեց այդ բարդ մասնագիտության, այդ բարդ օրենքների դաշտում։ Ես փոքր ժամանակվանից միշտ սիրել եմ արտադրություն։ Ու հիմա որ հետ եմ գնում, երբ որ ես եսել եմ մեկից հարց եմ տալիս, թե լավ ինչի գնացի ես կողմ։ Ու իրականում նաև կապված է նրանից, որ իմ մոտ մաթեմատիկա կամ բնագիտական առարկաները լավ չէին ստացվում։ Դրա համար հենց ընտրություն պահը երբ որ եկավ, որոշեցինք իրավաբանությունն իրականում այն թվականներին, որ տնեցիկ էին ասում։ Դրա համար երբ որ նաև մտա, իմ մոտ այդ հավասարությունը կար, որ ամեն ինչ աշտար լինի, տունել ես այդ հարցերը շատ էի տալիս, թե ինչի է սենց, ինչի է նենց, չգիտեմ, ով էր մեղավոր, ով մեղավոր չէր։ Դրա համար այդ ճանապարհը փորձեցի իրավաբանորեն գնալ առաջ, հետո փաստաբանությունով էլ իհարկե մոտ եթե չեմ սխալվում 6 տարի զբաղվեցի քաղաքացիական գործերով ու երբ որ հասկացա արդեն որ իրավական մասով մագարտակս ներում էին ու կարող եմ
ինչ-ինչ ճակատագրերին, հա, ճիշտ օրենքով սահմանված լուծում տալ, ընդունվեցի ակադեմիան ու պետք է գնայի դատարան, բայց հետո չգնացի։ Բայց մտքում կա ինչ-որ միտեղ այ կիսա չթողնել եւ կյանքի ինչ-որ մի փուլում գուցե նորից այսպես դատավորի պատմուճանին մոտենալ։ Չեմ բացառում, բայց ուղղակի այս պահին այս ժամանակահատվածում իմ անձնական կարծիքով ու իմ 0.0001 տոկոսով ես ուզում եմ շատ ավելի շատ այս պահին քաղաքական առումով իմ երկրին օգտակար լինել իմ ուժերի ներածին չափով։ Տեսեք, իրավագիտությունն ու քաղաքականությունը շատ դեպքերում ինչ-որ միտեղ հատվում են, բայց միևնույն ժամանակ շատ ծայրահեղ տարբերություններ ունեն։ Դուք ձեզ ավելի շատ որ դաշտում եք հիմա տեսնում։ Ձեր մեջ չկա իրավաբանի եւ հիմա արդեն նաեւ քաղաքական գործչի, падգամավորի, տեխնացուի բախումը։ Չէ, իրականում շատ օգնում է, որովհետև շատ ու շատ հարցերում, երբ որ տեղեկացված ես լինում նաև թեկուսա օրենքներից, այդ ամեն ինչը միանշանակ օգնում է ու շատ հարցերում վստահ եմ ընթացքում էլ է օգնելու, որովհետև շատ լավ պահեր են գալիս նաև թիմում խոսակցությունների ժամանակ, որ խոսում ենք, չգիտեմ, նաև հիմա մեր տեղամասում կամ այլտեղ, որ այս իրավաբանորեն ինչ է, իրավաբանորեն ոնց են կանել, ոնց են կազմակերպելու, ինձ դուր է գալիս, որ նաև այն մասով տեղեկացված եմ ու կարող եմ իմ ընկերներին, իմ շրջապատին, մեր քաղաքացիներին ճիշտ խորհուրդներ տալ իրավական առումով, էլ, այսինքն օրենքի տեսանկյունից։ Իսկն փաստերով խոսելն ամեն դեպքում քաղաքականության մեջ էլ ընդգծված իր դրական գիծն ունի։ Միանշանակ։ Դուք ընտրել եք ըստ էության Ուժեղ Հայաստան կուսակցությունը եւ Ուժեղ Հայաստան կուսակցության դաշինքի նախընտրական ցուցակում եք։ Եվ գաղափարական նմանություններ ունեք եւ ինչը բերեց եւ այսպես ձեզ միացրեց մի դաշտում եւ ինչու առհասարակ որոշեցիք մտնել քաղաքական դաշտ։ Տեսեք, համեմատելու իհարկե չի անտանապես համեմատելու չի իմ ու Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը, բայց երկուսիս մոդել, իմը իմ չափով, պարոն Կարապետյանի իր չափով։ Սկանանձով էր պայմանավորված, թե գաղափարներով։ Անց ու գաղափար, հեսա հասնում եմ դրան, ես երբևիցե պարոն Կարապետյանի մասին ընդամենը տեղեկացվել եմ, ինչպես մեր մնացած հայերը հերոստացույցով ու շատ քիչ, որովհետև ես գիտեմ, որ նաև իր զրույցներում ես հասկացել եմ, որ ինքն էր արգելել բոլոր տեսակյա բարեգործությունների մասին տեղեկատվություն տալ, չգիտեմ, ռեկլամ անել կամ նման բան, երբ որ իր հետ դեպքը եղավ ու հասկացանք, որ իրականում տեսեք, բաժակը հենց այդ պահին լծվեց։ Կաված եկեղեցու հետ, կաված մեր հայրենիքի հետ, կաված հիմա չգիտեմ, չեմ ուզում ես եթերով այդ քաղաքական հայտ 300,000 ադրբեջանցիների կալը, մեր սրբազանների ձերբակալվելը, ամեն ինչը բոլորիս մոտ ոնց որ եռաց ու երբ որ պարոն Կարապետյանին ձերբակալեցին, այնուհետև նաև կալանավորեցին, ստեղծվեց, ինչպես գիտեք, մեր ձևով շարժումը ու ես իմ, այսպես ասած, օգնությունը նախաձեռնությամբ առաջարկեցի ու երևի սուտ չխոսամ, պարոն Կարապետյան ձերբակալուց մի քանի օր հետո մեր համագործակցությունը եղել է, որովհետև ես էլ հավատացնում եմ ձեզ, բազմաթիվ հնարավորություններ եմ ունեցել երկրից գնալու ու շատ լավ առաջարկներ, որովհետև նաև ես բավականին լավ անգլերեն ու ֆրանսերեն գիտեմ, որովհետև անգլիական դպրոց եմ սովորել, դրանից հետո ֆրանսիական համալսարանում, այսինքն լեզուների իմացությունն էլ իմ համար որևիցե խնդիր չէր, իսկ իրավաբանությունն ու անգլերենով հնարավոր էր հաստատ այլ երկրում լավ աշխատանք ունենալ ու հանգիստ ապրել։ Ու հենց այս հնարավորությունը ստեղծվեց, որ մեր սերունդի իմ ձեր կամ մնացածի վրա տրվեց Հայաստանի Հանրապետություն այս վիճակից ոտքի հանելու, դրա համար միանշանակ ես հասկացա, որ ես պատրաստ եմ այս ամեն ինչին ու պետք է իմ շատ փոքր կատիլով օգնեմ իմ երկրին, իմ Հայաստանի Հանրապետությանը։ Այսինքն չի եղել մի պահ այս ընթացքում, թեկուզ այս կարճ քաղաքական ընթացքում, որ դուք փոշմանած լինեք կամ որոշեք ամեն դեպքում թողնել եւ ամբողջությամբ միայն թեկուզ ձեր թիմին օգնել, ոչ միայն ձեր քաղաքական գործիչ լինելով, այլ հիմնականում իրավագիտությամբ, փաստաբանությամբ։ Փորձում եմ հարցին կարճ պատասխանեմ, ես նույնիսկ երբ որ արտիկ քերակատարողական հիմնարկում էի, այդ պահերին ընդհանրապես իմ մոտ զղջում կամ փոշմանել երբևիցե չի եղել, այնտեղից շատ ավելի կայացած ու ուժեղ եմ դուրս եկել, դա էլ տղամարդու համար է, ես այսպես ասեմ, լավ բանը երբեք հեշտ չի տրվում։ Իսկական փաստաբանն էլ է շատ դեպքում պատրաստ ձերբակալման, հայտնվելու քրեակատարողական հիմնարկում։ Իրականում ընդհանրապես պատրաստ չի, որովհետև այն ինչի համար որ ինձ ձերբակալեցին, այդ աբսուրդի ժանրից էր, այսինքն ինչ որ որևէ բան չկար, երբ որ բարիշացնում ես երկու կողմերին ու փաստաբանությունով ես զբաղվում, այդ հիմքով ձերբակալել մի քիչ աբսուրդ էր։ Ես մի բանի համար էի փոշմանել, այս իհարկե որպես հումոր, որ
արտիք քերակադրական հիմնարկում մեկ-մեկ ասում էի պատին որ նայում էի, ասում էի դե լավ կոնե մի բան առած լինեի, իմանայի ինչի եմ ստեղ։ Միակ փոշմանելու բանը դեր, որովհետև այն ինչ որ իրենք արեցին, այն ինչ որ քննչական մարմինները, ոստիկանները արեցին, այդ իրավաբանություն չէր, չգիտեմ ինչեր էլի։ Ռուբեն, իսկ քաղաքական դաշտը հիվա ամբողջությամբ չի կլանել նաև ձեզ ու երկրորդական, երրորդական պլան մղել հանձնական դաշտը, ընտանիքը։ Ես դե անկեղծ չեմ հիշում վերջ անգամ տան երբեմն եկամ ժամանակին տուն եմ գնացել, բայց ոչինչ էլ եմ կրկնում, այս Հայաստանի Հանրապետությունը արժանի է շատ փոքր զոհողություններին։ Իսկ քաղաքականության մեջ ո՞րն է հիմա ձեր կարմիր գիծ, ունեք ընդգծված այդպիսի կարմիր գիծ, ձեր համար սահմանված սկզբունք, որը գուցե, չգիտեմ, հայրական խորհուրդներից է մնացել, որ վերաձևակերպել եք բովանդակությունը պահելով, բայց ձեզ համար որպես քաղաքական գործ չի սկզբունք եք Միանշանակ ունեմ, իհարկե ունեմ, ի տարբերություն իրենց, մեր թիմում շատեր ունեն, բայց ես իմ համար պատասխանեմ հնարավորինս չմտնել անձնական դաշտ, հնարավորինս քաղաքական առումով նաև ավելացած, չգիտեմ, Facebook-ով, նմանատիպ հաշտագներում չվիրավորել ու չթիրախավորել մարդկանց, կապ չունի դիմացին ով է, ես որովհետև բոլորին, գրեթե բոլորին դիտարկում եմ մեր հայ ազգի ներկայացուցիչներ, ու կապ չունի, որ հիմա բևեռում են, կապ չունի, որ իրենց ուղղվածությունը չափից ավել սխալ է, կապ չունի, որ իրենց ուղղվածությունը տանում է Հայաստանի Հանրապետությունը անդունդ, եւ նաև դրան գումարած չմտնել ուրիշի ընտանիք։ Այդ մտածելակերպի ձևավորմանը որքանով է ազդեցություն ունեցել այ ծանամարտիկի մարզչի ընտանիքում մեծանալ, այդ կարգապահությունը, այդ խստությունը եղել է, որ հիմա այսպես այս մտքին եք նաև։ Այո, իհարկե եղել է, մեր մոտ գրաֆիկ կար, նամանավանդ մինչև հիմա, մինչև այսօր դե հայրիկիս մարզիկների հետ շփումը կա, կապը կա շատ չերմ, իրենք բոլորը մինչև հիմա իրեն շնորհակալ են հենց այդ կարգապահության համար։ Իր մոտ ժամով տրված էր։ Այսինքն չգիտեմ, վերկած ժամը 7-ին, րոպե գրած էր օրվա գրաֆիկը, 7:30 մարզանք, չգիտեմ, 8:30 նախաճաշ, առաջի մարզում, երկրորդ մարզում քուն, բոլորը հստակեցված էր ու ես ամբողջ կյանքս, միգուցե նաև մանկությունից այդպես անցավ, դրա համար է հիմա իմ մոտ այդ ես էլ հիմա գրաֆիկ սիրում։ Իմ մոտ ամեն ինչ հստակ է։ Ես օրինակ գիտեմ դիմաց 3-4 օրը որ ժամին որտեղ եմ լինելու ու ինչ եմ անելու։ Դրա համար կարգապահությունը իմ ազնական կարծիքով շատ կարևոր բան է, որը հիմա քչերն ունեն։ Եթե ձեր հայրը կողքից այսօր հետևեր ձեր ճանապարհին, ինչ կուզենայիք, որ նա մտածեր ձեր մասին։ Կուզենայի հպարտանար, հանգիստ լիներ, կուզենայի ինձ, իհարկե ես պետք է իրեն ասեմ, բայց կուզենայի ինքն էլ որպես հայրական ասել, որ շնորհակալություն, որ հիմա ես կողքից քեզ տեսնում եմ, դու իմ երազած տղեն ես։ Եվ վերջում ամփոփելով մեր զրույցը, այսպես շատ հուզական դաշտ չտանելով, որտեղ կարծես թե այդ դաշտ տեղափոխվեցինք, ամփոփելով զրույցը, եթե տարիներ անց մարդիկ փորձեին բնութագրել ձեր քաղաքական դիմագիծը, ձեր ընտրողները, նրանք ովքեր որ որպես քաղաքական գործիչ իրենց ձայնը տալու են ձեզ, ինչպես կուզեիք, որ այդ բնութագրումը հնչեր, ձեր քաղաքական դիմագիծը, ինչպես կցանկանայիք, որ բնութագրեին։ Այդ կուզեի, որ ասեին, լինի 10 տարի դե լինի 50 տարի դե, կուզեի ասեին, որ կարգին հայրենասեր տղա էր, կամ տղա է։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։ Այսպիսին էր Ռուբեն Մխիթարյանի քաղաքական դիմագիծը։